Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Նշում ենք, բայց ինչպես։ Նույնիսկ մասնագիտական հանրությունը չի կարող հասկանա, թե կոնկրետ մեր զինված ուժերի առջև հիմա ինչ խնդիր է դրած։ Փաշինյանի ժամանակներ է ապրում հայկական բանակը, ասում են վերլուծաբանները։ 2022 թվականին Պաշտպանության նախարարության էջից ուղղակի ջնջվել է Արցախյան հերոսամարտի հայոց բանակի գաղափարական, կադրային եւ մարտական հիմքի բաժինը։ Փոխվել է հայոց բանակի կարգավիճակն ընդհանրապես։ Բանակը նույնիսկ անվտանգության 3-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ գործիքը պետքա չլինի։ Բանակը պետք է անի անվտանգության ամենավերջինը։ Մեզ մարտունակ բանակ պետք չէ, այլ պաշտպանունակ։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը անգամ արհեստական բանականությունն է մարտական ոգու ուղիղ քայքայում որակում։ Երբ դու հայտարարում ես, որ մարտունակություն քեզ պետք չէ, թշնամուն ասում ես հարվածիր, մենք առավելագույնը կպաշտպանվենք։ Մենք մինչ այս պահը չունենք նույնիսկ պաշտպանական դոկտրին։ Մեր ազգային անվտանգության ռազմավարության չունենք մշակված թղթի վրա։ Նիկոլ Փաշինյանը բանակի օրվան նվիրված իր ուղերձում 682 բառերի արանքում ասում է, որ Հայաստանի անվտանգության ամենահուսալի երաշխիքը իր իսկ բերած խաղաղությունն է։ Մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։ Փաշինյանի ուղերձի 35 նախադասություններից մեկն է։ Կարդում ու Փաթաթել խաղաղության ծխի ներքո տարակուսում են փորձագետները։ Մարդիկ կան արդեն մեկնաբանում են, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ չի զինվում, այլ զինվում է հարևան Իրանի դեմ որոշակի գործողություններ անելու համար, այսինքն փորձում են սլաքները ուղղել դեպի այլ կողմ, որպեսզի մեր հասարակությանն էլ հրամցնեն, որ Ադրբեջանը այս ինչ անում է, դա Հայաստանի դեմ չի, այլ մեկ այլ պետության դեմ է։ Ադրբեջանում օրու մեջ զորավարժություններ են, Հայաստանում 2020 թվականից մինչ այս պահը ոչ մի զորավարժություն տեղի չի ունեցել բացառությամբ խաղաղապահների հետ որոշակի փոքր խմբի զորավարժությունը։ Ադրբեջանն այս տարի անցածի համեմատ 30%-ով ավելացրել է ռազմական բյուջեն, Հայաստանը կրճատել 15%։ Տպավորություն է, որ կողքից նայում եւ ուսումնասիրում ես, որ մենք միայն դիտարկում ենք այն լավագույն սցենարը։ Այսինքն լավագույն սցենարն էլ այս կոնտեքստում որն է, որ Ադրբեջանը երբեք մեզ չի նեղացնի, մեր վրա չի հարձակվի, մեզ էլ չի կոտորի։ Փաշինյանի իշխանության արտաքին հետախուզական ծառայությունն է զգուշացրել։ Ադրբեջանը ակտիվացնում է արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը նոր ռիսկեր ստեղծելով խաղաղության համար։ Միևնույն է, Հայաստանի վարչապետն ուզում է, որ հայկական բանակը ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ լինի։ Գործենք այն ժամանակ, երբ որ արդեն բանը բանից անցած կլինի։ Շնամու զինտեխնիկան հայտնվի մեր բնակավայրերում, նոր այդ ժամանակ մենք մտածենք, գործողություն իրականացնենք, թե ոչ։ Հայաստանի վարչապետը բանակի օրը առիթ է դարձրել հայտարարելու, իրենք հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն են ձեռք բերել։ Առանց հրթիռների Su-30-ների նման, հարցնում են փորձագետները։ Նրանք պարզապես քմծիծաղ են տալիս լսելով հապկի մասին Փաշինյանի պնդումները։ Հայաստանի անդամակցությունը այդ կազմակերպությանը սառեցրած մարդը հիմա էլ հայտարարում է, թե միջազգային խոշոր զինավաճառները մերժում էին զենք վաճառել Հայաստանին հենց հապկի պատճառով։ Վստահ չէին, որ իրենց զենքի գաղտնի պարամետրերը հասանելի չեն դառնա հապկին։ Հիմնական մեր ձեռք բերած սպառազինությունը հնդկական սպառազինություն է, որը նախագծվել, մշակվել եւ արդիականացվել է ռուսական զինատեսակների, ռուսական տեխնոլոգիաների հիման վրա։ Այսինքն պարզ է, չէ, որ այդ տեխնոլոգիաները հիմնական Ռուսաստանի, այսպես ասած, զինտեխնիկաներն են եւ լուծումներն են եւ հիմա խոսել նրա մասին, որ հնդիկները վախենում էին, որ տեխնոլոգիան կհայտնվի ռուսների մոտ, մեղմ ասած ծիծաղելի է այս կոնտեքստում։ Փաշինյանական իշխանությունը փոխել է հայրենիքի պաշտպան մտածողությունը վճարվող ծառայողի մտածողությամբ։ Զինվորը գին չունի ընկալումը փոխհատուցման չափով, նկատում են վերլուծաբանները, որ վարչապետի այսօրվա ուղերձում կարդացել են սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1-1.5-2 միլիոն դրամը։ Մեր բանակում կան 700,000 դրամ ստացող շարքայիններ։ Կան,
Բայց կան նաև առանց լրացուցիչ քննությունների ավելի շատ ստացող պարեկներ, վարչապետի պաշտպանության բանակը դարձած կարմիր բերետավորներ, ավելացնում են փորձագետները։ Երբ որ մենք բանակը դասակարգում ենք ոչ առաջնային դիրքում, դրա զուգահեռ հայտարարում ենք, որ հերոսը հարգատուն է։ Արդյոք նման հայտարարությունները մեծացնում են մեր պաշտպանական հնարավորությունները։ Ռազմական փորձագետները նկատում են, Փաշինյանը, երբ հայտարարել է, թե Հայաստանի թիվ 1 հերոսը հարկատուն է, հայ զինվորին անուղղակի ասել է. իր ղեկավարած Հայաստանում փողն է գերիշխող արժեքը, ոչ թե հայրենիքն ու հայրենասիրությունը։ Եվ ուրեմն Փաշինյանական օրերի բանակը ոչ թե հերոսությունների, այլ փողի ու վարչարարության մասին է։ Արփիս Քեսյան, Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։